Պարոն վարչապետ, խոսեցիք խաղաղության մասին, երեք թե դուք, թե Ադրբեջանի նախարարներից այս թեմայի մասին խոսեցիք ըստ էության հաստատելով, որ հարաբերական անդորր է, չկան գրախոսներ, վիրավորներ, կա առևտուր, նաև հույս հայտնեցիք, որ արտահանում կիրականացվի դեպի Ադրբեջան, արդյոք հասունացվել է պահը եւ մինչեւ ընտրություններ հնարավոր համարում եք փաստաթղթի վերջնական ստորագրումը, հատկապես փորձագիտական շրջանում ապրիլն է նշվում այդ ժամանակահատվածը, այս մասով կա փոխըմբռնում եւ սա փաստաթղթը կապ ունի, փոխկապակցված է տարածաշրջանային հաղորդակցությունների կամ թրիփի կենսունակության հետ։ Շնորհակալություն։ Տեսեք, դուք ասացիք, որ ես եւ Ադրբեջանի նախագահ խոսել ենք հարաբերական կայունության մասին, մենք չենք խոսել հարաբերական, ես ինչքան ծանոթ եմ, ես չեմ խոսել հարաբերական կայունության մասին։ Ինչքան ծանոթ եմ, Ադրբեջանի նախագահն էլ չի խոսել հարաբերական կայունության մասին։ Ես խոսել եմ խաղաղության մասին, ինչքան տեղյակ եմ, Ադրբեջանի նախագահն էլ է խոսել խաղաղության մասին։ Այսինքն հասկանում եք, տեսեք, հարաբերական կայունությունը ուրիշ բան է, խաղաղությունը ուրիշ բան է։ Մենք խոսում ենք խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուր, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է, բայց ես ասեմ, ես կասկած չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի։ Հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ թերևս առաջին անգամ է, կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու եւ նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին։ Եվ այս առումով ավար կարևոր են ներքաղաքական process-ները թե Հայաստանում, թե Ադրբեջանում կարևոր, որովհետեւ Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ճիշտն ասած Ադրբեջանի ներքաղաքական կյանքին շատ մանրամասներով ծանոթ չեմ, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Եվ երեք ես Եվրոպական խորհրդարանի ամբիոնից առիթ ունեցա դրա մասին խոսել։ Եվ խաղաղության մասով Դե գիտեք, դրանք գործոններ են, որոնք ավել կամ պակաս ազդում են մեկը մյուսի վրա, բայց այնուամենայնիվ դրանք տարբեր օրակարգեր են։ Հաղորդակցությունների հետ կապված մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ եւ առաջ ենք գնալու։ Երեք էլ Եվրոպական խորհրդարանից ամբիոնից ես ասացի, որ մենք տենց ընկալում, որովհետեւ կա։ Ես զգում եմ, որ նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում տենց ընկալում կա, որ Հայաստանը կարող է փորձի ձգձգի, ինչի համար պետք է Հայաստանը փորձի ձգձգի։ Մենք ընդհակառակը ուզում ենք րոպե առաջ այդ խնդիրը լուծվի, րոպե առաջ, առանց չափազանցության րոպե առաջ, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա եւ ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից։ Եվ էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կորնիձորից երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության կապը։ Էլի շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ ինչ ենք մենք այս առաջարկը անում, որովհետեւ հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք։ Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Ուզում ենք, որ մենք էլ համապատասխանաբար քայլ-քայլի դիմաց մենք էլ մեր քայլը անենք, մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կորնիձորից երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև եւ հակառակողությամբ կապը ապահովել, մանավանդ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կա։ Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ ինչու ենք այս երթուղին
առաջարկում, որովհետև ուրիշ երթուղի չկա, ուրիշ երթուղը, որ պատրաստ ճանապարհ լինի, չկա, այսինքն դա այսօր հնարավոր է օգտագործել։ Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ անցնել։ Ընդ որում, եթե հարմար դիտվի, նաև բանով Իջևան Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել, այսինքն այնտեղ էլ մի կտոր կա, որ տեսականորեն կարող են մեքենաները անցնել։ Էլի եմ ասում, շատ կարևոր է, արձան, ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք նախ խաղաղություն ամրապնդելու տրամաբանությամբ եւ այսօր մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք։ Այնպես չլինի, որ մենք տենց օգտվում ենք Ադրբեջանի երկաթուղուց եւ մտածում ենք, որ իրանք մեր ճանապարհներից պետքա չօգտվեն, ոչ չենք մտածում ենք, որ պետքա օգտվեն։